իշխանությունը փորձ է կատարում անդադար հրապարակ նետել, թե իբր տղաները տվել են սեռական բնույթի հայհոյանքներ։ Մենք թե նախորդ դատական նիստում, թե դրանից հետո եւ թե հիմա պնդել ենք ու պնդում ենք, որ երբևէ եթերում չի հնչել սեռական բնույթի հայհոյանք եւ տղաները դա շատ լավ գիտակցում են, դրա վատ հետևանքներն են գիտակցում եւ երբևէ չի եղել ու ես վստահ եմ չի լինելու։ Եվ երկրորդը, որ փորձում է իշխանությունը հրապարակ նետել, դա այն է, թե իբր տղաները սպառնացել են ինչ-որ անձանց, օրինակ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ իշխանության ներկայացուցիչների։ Կրկնում եմ ու պնդում եմ, որ որևէ սպառնալիք երբևէ գոյություն չի ունեցել եւ դրա մասին է վկայում նաեւ սպառնալիք չլինելու իրական վարույթում դրա բացակայությունը, դրա վերաբերյալ որևէ հանգամանքի բացակայությունը։ Ես համոզված եմ, որ բոլորդ էլ շատ լավ հիշում եք, թե ինչպես սկսվեց այս պատմությունը։ Մելիքյանը այս պատմության անունը դրեց հիմնի 2, որովհետև առաջինը բոլորդ էլ հիշում եք, սկսվեց հետևյալով, նոյեմբերի 7-ին հիմնի եթերում 7 ժամից ավել տևող հարցազրույց էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հարցազրույցին հաջորդեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ որ նույնն է իշխանության կողմից, իշխանության ներկայացուցիչների կողմից 24 ժամյա ռեժիմով անդադար գրառումներ, հրապարակային խոսք, ակնհայտ էր, որ հանձնարարված էր SMS-ով կամ այլ գործիքով, որ բոլորը պիտի ինչ-որ մի վատ բան ասեն սրա շուրջ։ Եվ այդ վատ բան ասողներից ամենավատը ստացվեց դուրս եկավ Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, ով շատ անշնորհք բառապաշարով մի գրառում արեց, որտեղ որ մեր ընկերներին շատ չեմ ուզում կրկնել, վիրավորական արտահայտությունով անվանեց մեր ընկերներին։ Դրանի պատասխան հաջորդ թողարկման ժամանակ հիմնի չեմ հիշում որ համարներ թողարկումը, մի խոսքով հաջորդ թողարկման ժամանակ տղաները պատասխանեցին այդ արտահայտությանը, ես վստահ կարող եմ ասել, որ համարժեք արձագանք էր, համարժեք պատասխան էր, եւ դրան հաջորդեց, ինչպես արդեն գիտեք, մամուլից էլ հետո տեղեկացաք, Ալեն Սիմոնյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը, որից անմիջապես հետո առանց որևէ վարքյան կորցնելու քննչական մարմինը ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանման հետ դիմակավորված այցելեցին Վազգենի եւ Նարեկի բնակարաններ խուզարկության նպատակով, իրականացրեցին խուզարկությունները, դրանից հետո, ինչպես գիտեք, եկան այս գրասենյակ, անտիֆեյքի գրասենյակ, այստեղ էլ խուզարկեցին եւ շտատիվ առ շտատիվ հավաքեցին եւ տարան քննչական կոմիտե։ Ակնհայտ էր, որ սրա նպատակը շտատիվների երկրորդ նպատակը, այսպես ասած, այն էր, որ լրատվամիջոցը պարզապես գոյություն չունենա, չկարողանա իր գործունեությունը իրականացնել։ Դե արդեն ինչպես նշեց Աստղիկը, արդեն 1 ամիս լրացավ, ինչ տղաները գտնվում են կալանքի տակ։ Այս գործում մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որ ուզում եմ անպայման դրան միշտ ուշադրություն դարձնենք, որ մենք մի անգամ այս փորձության միջով, այսպես ասած, անցել ենք, հիմնի առաջի գործի ժամանակ, երբ որ էլի նույն մեղադրանքով, նույն հաղորդման շրջանակներում, գործ հարուցվեց, կանոնավորվեցին, երկար դատական քննություն ընթացավ եւ ի վերջո արդարացվեցին տղաները։ Էլի մենք երեկով էինք պաշտպանություն իրականացնում եւ արդարացվեցին տղաները։ Եվ այս նոր գործով հիմնի 2-ում էլի բացարձակ նույն բերակատարներով, նույն քննիչներն են, նույն դատախազը եկան այս վերջի 1, 2, 3 հաղորդման ընթացքում հնչած արտահայտությունների վրա նույն process-ը նորից սկսեցին։ Չէ, ակնհայտ է, որ սա չէր կարող այսպես լինել, եթե դրա տակ չլիներ քաղաքական նպատակը, քաղաքական հետապնդումը։